Թագուի, ուրեմն ես գիտեմ, որ դուք 3 վայրում եք աշխատում այս պայդրությամբ, ազգային ժողով, ամերիկյան համալսարանում դասավանդում եք եւ նաեւ որպես հաղորդավար։ Որն այդ 3-ից ձեր են հոգու խորքում 4 պետք է 4, որտեվ եթե ես 2 ոդքասթ ունեմ, մեկը բունում, մեկը Civic-ում, եղավ 2 տաղավարում եմ։ Դե մասնագիտորեն 3 մասնագիտություն է, բայց որն է հոգու խորքում ձեր են հարազատ ամենը։ Գրականություն է։ Իմ համար այնքան միանշանակ է, որ գրականությունը իմ կյանքի top 1 զբաղմունքն է, մնացածը այս կամ այն կերպ ասոցիացված են դրա հետ, նաև քաղաքականությունը, հանրային գործունեությունը, ինչ որ կերպ բխեցված են, ծագած են գրականությունից, դա իմ համար այնքան հեշտ է պատասխանելը ու իդեպ դու ինձ թվում է դու քո փորձից դա լավ դիմաս, որտեղ ես ու դու ծանոթացել ենք այն բան բերումով, որ ես քո պատմվածքը կարդացել եմ, քեզ գրել եմ, որ հավանել եմ, եթե կհիշես, դրանից մի 10 տարի առաջ։ Այդ առաջ ու վերջի դեպքն էր, որ պատմվածք եմ գրել ու ինչ որ մեկը հավանել է։ Ու գրել է նաև, հայ Գարունի վերաթողարկման հետ կապված, բայց հիմա ձեր մասին է ոնց որ Ամերիկայում չեք դասավանդում։ Գրականություն։ Հենց գրականություն, հայ գրականություն, որ ընդհանրապես թե ժամանակաշրջան կա։ 2 դասընթաց ունեմ, մեկը դասական գրականություն, մյուսը ժամանակակից անկախության շրջանի հայ գրականություն, երկուսն է հայ գրականություն բնականաբար։ Իհարկե բովանդակային որոշակի հայոց լեզվի բովանդակություն էլ կա, լեզուն էլ ենք ուսումնասիրում, որովհետև երեխեք պետք է հետ դպրոցական տարիքի որոշակի ակադեմիական, չնայած իրենց ոչ մեկ մասնագետ չի, ակադեմիական վերաբերմունք ունենան լեզվին, բայց բովանդակություն մեծամասամբ հայ գրականությունն է։ Աբովյանից մինչև ուզում եմ հիշեմ մեր վերջի հեղինակով Քրիստիան Բատիկյան, դուք կարաս հայտնվես ասենք, նկատի ունեմ բանի շարքից, էլի, այս շարքով որ գնանք, բանից բարի ժամանակակից իմաստով գրականություն ինչ որ համարվում է Աբովյանից, մինչև Քրիստիան Բատիկյան եմ ասում, բայց կամ հաջորդ կիսամը քո պատմվածքը ասեմ, Ռոզատատի։ Ընդհանրապես հա, որ անհամեստություն չեմ անում, բայց կապված ԱԺ-ի հետ, ամերիկյան դասավանդներ կվերադառնանք, մենք միշտ նաև ուշադրություն ենք դարձնում, որ տարբեր падգամավորների սենյակները տարբեր չափերի են։ Մենք գիտենք, որ հանձնաժողովի նախագահներին ըստ կանոնագրքի կամ օրենսդրության, չգիտեմ, ավելի մեծ է որպեսզի եւ այլն եւ այլն։ Փորձագետներ ունեն իրանք երկու մասից են այս սենյակն էլ է լավ մեծ։ Այս սենյակը բավականին մեծ է, ինձ թվում է բանը քառակուսիով ինչ որ փոքր մի սենյականց բնականon չափերի սենյակ։ Համար sense հանգիստ նստած ենք, sense քիչ դեպքերից։ Հա, եզակի դեպքերից է, որ դուք արժում եք ու հանգիստ նստած եք, բայց դա այգին չի։ Սա ինձ վիճակահանությամբ բաժան ընկել, ինչպես 7-րդ գումարման բազմաթիվ սենյակներ, բազմաթիվ գործընկերների էլի վիճակահանությամբ են ընկել, մենք տենց ենք բաժանել սենյակներ, բացի հանձնաժողովի նախագահներից, բոլորս բան այդ գլխարկի միջից հանել ենք պարոն Միրզոյանը, ինչ-որ գլխարկի մեջ լցված է սենյակների թվերը։ Մենք մոտենում էինք, այդ միջից հանում էինք եւ ամենքս մեր թիվն էինք ունենում, պարոն Միրզոյանն էր կազմակերպել, որ ազգային ժողովի նախագահ էր, որ ամեն մեկը սենյակի համար առանձին բան չունենա, էլի հարաբերություն չստեղծի սենյակի շուրջ ու բան ում բախտը ոնց բերեց։ Ինձ եւս մի գործընկերոջ այս համարով սենյակն ենք, եթե դուք տեսաք նկատեցիք երկու իրար կողքի 245 եւ 245 կոտորակ մեկ սենյակ կա, հասցե լիներ փողոցի, որովհետեւ մի սենյակ էր 245 համարով, սա եւ կողքի երկու սենյակների կպատսեին իրար, այստեղ դուր կա, որը պատ է դարձել, դուք դա նկատեք, եւ դա անցած գումարման բանի այս սենյակները նայեք, կզգայիք հիերարխիան պատգամավորների միջև, ազդեցիկ պատգամավորների մեկի սենյակն է եղել, 3 սենյականոց սենյակ է եղել։ Իսկ կողքինները ավելի տենց փոքր համես սենյակներ էին, տենց բաներ, իր ազդեցության արտացոլումներ, պատով մեկ այդ բանը գնում էր դուրջ, այս դուրը հետո բացեցինք, չէ՞, թե չէ։ Մի խոսքով փակ էր, ինչ էր, չեմ հիշում։ Իսկ ձեր մեջ հիմա կա թեկուզ ոչ այդ աստիճանի, բայց այդ ներքին քննարկումներ դե քո սենյակը մի քիչ ավելի մեծ է, հարմար է, հիմա ավելի փոքր է եւ այլն։ Իմ սենյակը ուղղակի բան է, բոլորի սենյակն է, դա բան, ազգային ժողովի խաչմերուկն է, խաղաղության խաչմերուկն է, բոլորը իրենց ընդմիջումները այստեղ են անցկացնում, բանը էլի, այդ արտոնությունը դարձել է մի թեթև պատշի պես մի բան, գալիս են այստեղ են անցկացնում, իրենց հանդիպումները այստեղ են նշանակում, ես գալիս եմ տեսնում եմ երկու հոգի հանդիպում են իմ սենյակում, բայց այդ բոլորի սենյակն է դարձել այդ իմաստով։ Գրականության հետ կապված գրապահարանն է ոնց որ փոքր շատ, ինչ գրականություն է այդտեղ, ինչ են հենց այդ գրքերը ընտրվել։
չեմ կարող ասեմ, որ ընտրվել են, իդեպ եթե աշխատասեղանից էլ նայեք, էլ այդպես երկու գիրք ընդեղ կա, երկու գիրք ընդեղ կա։ Գործի ժամանակ կարդում եք։ Ինչ որ գրքեր են պետք լինում ընթացքում հետս բերում եմ տնից կամ համալսարանից թողնում եմ ստեղ կամ ստեղից եմ վերցնում։ Այսինքն իրանք բան են, կենթանի գրքեր են, էլի գնացող եկածող։ Այստեղ երևի առած օրվանից միայն բանն է, Գրիգորի գրքերն են այստեղ որ շարված են, բան փոքր էսեների ժողովածուն պատմվածքների։ Գրիգոր Պլետյանի գրքերն են ու բան մեկ-մեկ այստեղ կարդում եմ այդ գրքերը, իրանք փոքր են, ոնց որ հանգիստ ժամանակ հեշտ է կարդալը, բացել նայելը, բայց ասենք Արամի գիրքը, պաչը, ուղղակի այդպես եկել է հետս, մնացել է հաջորդ անգամ կտանեմ։ Հասկացա, ժամանակակից գրականության է խոսքով, ավելի շատ ստեղ։ Ստեղ հա, այնտեղ վերևում բան կա, ամսագրերը կան, բան եւ այդ ամսագրերն են ժամանակակից գրականություն ամեն անգամ որ թարմանում է ես տարին երկու անգամ են լույս տեսնում բան մկրտիչի ամսագրերն են ասե դա ունի ինչ է թարմանում եմ ես վերցնում նայում եմ էլի ժամանակակից ինչ կա գրանիշնել եմ հետո ամեն ինչին հետևում եմ որովհետեւ իդեպ ինձ պետք է ես ուզում եմ թարմացնեմ բան ծրագրի համար Արժի ներքին փոխհարաբերությունի հետ կապված ես առիթ չեր եղել, հիմա կհարցնեմ։ Եթե կհիշեք, մենք Լիլիթ Գալստյանին երբ նկարահանում էինք Արժեի բակում, ու ինքը ասաց, որ թեկուզ կադրից դուրս կամ նիստերի դալիճից դուրս հարաբերությունները վատ են եւ այլն, հետո այդ բանը դուք էիք անցնում ու շատ ջերմ բարևեցիք իրար, ասես մենք դա չենք կազմակերպել, հա, տենց ստացվեց։ Ինձ հետաքրքիր է, իրոք Արժե դալիճից դուրս ամեն ինչ ավելի լավ է, քան մեզ սովորական մահկանացուներից թվում է։ Ես ուզում եմ դա անպայման ասեմ եւ նաեւ մարդիկ ովքեր քաղաքականությամբ հետաքրքրված են, սա իմանան, որ միշտ դահլիճից դուրս, հանձնաժողովի սենյակից դուրս ավելի adekvat են մարդիկ, քան թվում են այդ բանում, այդ կռիվների ընթացքում ու այդ լարումների ընթացքում ես իսկապես ես ինձ անհարմար եմ զգում այն բանի բերումով, որ քաղաքացիները կարան իրար հետ լարվեն, տարբեր կողմի համախոհ քաղաքացիները մեր այդ լարումներից ազգային ժողովնիստերի դահլիճում։ Այդ է ուզում ասեմ, մենք իրար մեջ կռվում ենք ձեզ նայելով, հետո դուք իրար հետ լավ եք։ Ես շատ քիչ ընդդիմադիր պատգամավորների հետ հարաբերություններ ունեմ, բայց այն մարդիկ, ովքեր գործուղումների են գնում, իրար հետ աշխատում են, այդ խորհրդարաններում միասին բանաձևեր են մշակում, միասին քվեարկում են, միասին քննարկում են, այդ մարդիկ շատ առողջ աշխատանքային հարաբերություններ ունեն։ Ես էլ ինչ որ մարդկանց հետ շփվում եմ, ինչ որ նախագծերի բերումով, չգիտեմ, Տիկին Գյուրեգյանն ինչ որ կրթության ոլորտով հետաքրքրված նախագծեր են քննարկում Տիկին Գալստյանը ես մենք նորմալ շատ ավելի նորմալ հարաբերությունների մեջ ենք քան թվում է երբ որ նայում ենք ազգային ժողովին որում ես նաև այդպես զգացողություն եմ չգիտեմ ազգային ժողովնիստերի դահլիճում եղել եք թե չէ որ ոչ միայն երբ որ բան նկարահանված է նիստերի դահլիճն է մեծացված երևում շատ ավելի մեծ է երևում քան ինքը իրականում կա այլ նաև այդտեղ տեղի ունեցող իրադարձություններն են շատ ավելի մեծ թվում քան կա որովհետև իրանք իրական մենք լավ չենք զգում, չնայած ես փորձում եմ ինձ դնեմ էլի այդ քաղաքացիների տեղը, որոնք իրար հետ մեր պատճառով լարվում են, ես կուզեի, որ այդ լարումները ավելի քիչ լինեին եւ մնային այդ նիստերի դահլիճում ու այդպես։ Հենց այդ թեմայի հետ կապված հիմա այդ արտահայտությունը միշտ է եղել, բայց հիմա մի տեսակ ավելի շատացել է, երբ մարդիկ կան, որ ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում կամ չեմ հետաքրքրվում։ Չի շատացել։ Ու այլ մարդիկ ասում են դա շատ սխալ դիրքորոշում է, որովհետև քաղաքականությունը ամեն ինչ է եւ ամեն տեղ է եւ դու չես կարող չզբաղվել կամ չհետաքրքրվել քաղաքականությամբ ու այն մարդիկ ովքեր փորձում են այդ ամեն ինչից հեռու մնալ, դարձել են մի տեսակ sense այն անտարբերների դասին են, հա, սկսել դասվել, որպես այսպես չհետաքրքրող ոչ մի բանով։ Դա իրոք այսօր խնդրեմ է, այսինքն իրոք մարդիկ իրավունք չունեն ընդհանրապես չհետաքրքրվելու այդ ձեր ասած կռիվներով եւ այլնով ու հանգիստ իրենց գործ անեն։ Թե դու պետք է ինչ-որ անպայման դիրքորոշում ունենաս ու բարձրաձայնես։ Ես շատ խորքային դիտարկումներ ունեմ այս թեմայի վերաբերյալ, որոնք կարծում եմ այս թեթև ֆորմատին չեն համընկնի, բայց իրա ամենա թեթև եւ մակերեսային բանը կասեմ, առաջին ռեակցիան դրան երբ մենք ես իմ ճանաչած մարդիկ սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ, երբ որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք մեզ ճնշել են, խանգարել են հանգիստ ապրել, չեն թողել հանգիստ ուսանող լինել, հանգիստ ինչ որ ուրիշ մեր սիրելի զբաղմունքներով զբաղվել, այլ
խանգարել են, հա, չգիտեմ, թեկուզ տրանսպորտի թանկացումը, հոսանքի թանկացումը բաներ, որոնք մեզ բերել են քաղաքականություն, քաղաքակտիվիզմի հետ կապված, եւ երբ որ մարդիկ անտարբեր են, այսպես կոչված, ինձ թվում է դրա առաջին ցուցիչներն են, որ իրենց անհանգստացնող խանգարող քիչ բաներ կան, այդ մարդիկ հանգիստ են եւ քիչ են խանգարվում, հա, քաղաքական որոշումների արդյունքում, որովհետեւ ես վստահ եմ, եթե մենք նենց որոշում կայացնենք, որ մարդկանց կյանքի վրա էական ազդեցություն կունենա, այսինքն բացասական իմաստով էական ազդեցություն կունենա, մեկ էլ կպարզվի բոլորը այդ օրը հետաքրքրում են քաղաքականությամբ։ Իսկ այդ բանը քաղաքական գործիչների հարաբերությամբ ինչը դուք նկարագրում եք ազգային ժողովում, դա քաղաքական գործիչների հարաբերությունն է, հա, որում պետք է կանոնավոր հետևես, որ սերիա բաշինված, թե չէ կեսից կարող է ինչ-որ բաներ չհասկանաս, այդ տարբեր մարդիկ տարբեր կերպ են էլի, այդ ժամանցի տարը, ես կարծում եմ ինձ թվում է այդ մի քիչ բանի, այդպես ավելի շատ էքշնի, բովանդակության, հետաքրքրվածության բան է, քաղաքականությունը իհարկե է բոլորիս կյանքում է, բայց ինձ թվում է ավելի նորմալ է, երբ որ մարդկանց մի զգալի մասը այս չէ, որ ամբողջ աշխարհ մարդիկ ամբողջ օր նստած քաղաքականությամբ հետաքրքրում։ Եթե օրինակ խաղաղության ու պատերազմի թեմայով ես վստահ եմ Հայաստանի բոլոր քաղաքացիները դիրքորոշում ունեն, որ բոլորի կյանքին է վերաբերում։ Հիմա դա եղավ քաղաքականությամբ հետաքրքրվել, թե չէ։ Դե մարդիկ կան համարում են, որ հա, մարդիկ կան համարում են, որ դա քիչ է։ Ասենք սահմանամերձ գյուղերում մարդիկ կոնկրետ բան ունեն, աշխարհակաղակական դիրքորոշում ունեն, որովհետև, չգիտեմ, իրանց առաջին հերթին վերաբերում։ Որովհետև երբ որ այս երկրի բան չքաղաքականացնելու համար անուններ չտանք, այս երկրի զորքները այնտեղ իրանց համար անվտանգ չէր անդադ կրակում էին, այն մյուս երկրի դիտորդները եկան, իրանց համար անվտանգ դարձավ։ Ոչ ոք էլ չի կրակում։ Դարձան աշխարհակաղակական դիրքորոշման կրողներ։ Չի կարել մարդկանց մեղադրել, որ իրենց կյանքին առօրյային մարմնին վերաբերող հարցերով են մենակ հետաքրքրվում քաղաքականությունը, լիքը մարդկանց բարեկեցության մասին է։ Կապված ձեր հետ մեր նախորդ հանդիպմանը ասացիք, որ ավտոստոպով եք սիրում ճամփորդել մնացել է դեռ։ Սիրում եմ, ասել եմ, որ այդպես դեպքեր եղել են։ Դեպքեր եղել, այսինքն չսիրելով եք արել, այդ պահը չէի ֆիքսել։ Դա ասեք սիրում եք, իսկ հիմա այդպես բան է, հոբի է, բայց չէ եղել է, այդպես դեպք եղել է, բայց հիմա ամենաշատը ինչով որ հասում եմ զբաղվել, շատ քաղաքից դուրս չեմ գալիս ցավոք սրտի, մենակ եթե աշխատանքի բերումով է լինում, ոչ տենց ժամանցի բերումով, ես չեմ հիշում վերջի անգամ հավեցի համար, երբեմ քաղաքից դուրս եկի ոչ թե բան աշխատանքային այցով, երբ տուն եմ գնացել, մեկ չէ, էլի ինտրուցիան եմ գնացել վերջի անգամ մեր գյուղ, մի խոսքով, ինչ եմ ուզում ասել, հիմա շատ քայլում եմ երեկոները, աշխատանքից հետո, ասեք կողմի 2 ժամ քայլեմ քաղաքում, դրանով եմ փորձում լրացնել այդ բացը։ Մեկ էլ հանդիպում ենք իրար։ Հա, քաղաքում նաև ձեր խմբակցությունում իդեպ շատերը թևնոցներ կրում են, համ տղամարդիկ, համ կանայք, ձեր ձեռքին է նկատեցի ինչ մեր խմբակցությունում կնկատեք նաև այս ոճի ուրիշ թևնոցներ, որտեղ ես նաև նվիրում եմ, սա ես եմ պատրաստել, այստեղ սենյակում ինչ-որ բաներ էլի պետք է ունենամ, այստեղ էջանիշ ունեմ հոլունկներից, որտեղ ձեզ կտամ որպես գրքասեր վերջում։ Գործի ժամանակ եք անում։ Չէ, բնականաբար իրիկունները, երբ որ իրանցով աշխատելը շատ օգնում է ցրվել, որտեղ դու անդադար բանես մաթեմ ես անում ու գույներ ես ընտրում ու միտքը այդպես շատ բարձրաճրվում է, ես որ շատ հոգնած եմ լինում, ինձ ամենաշատը հոլունկներով աշխատելն է օգնում, չգիտեմ, իմ էջում երբեմն այդ վիդեոները հայտնվում են, ինձ երբեմն նկատողություն են անում, որ ես փոփարապ չեմ դրանով եմ զբաղվում, բայց այդպես ամբողջությամբ մաքրվում է, ճիշտ այնպես ինչպես քայլելուց իրիկունները կամ մի քիչ ավելի շատ, որտեղ այդտեղ կենտրոնացում ավելի շատ ապահովում ու չես կարող էլի ուրիշ բան ծանր թեմաների մասին մտածես, մաքրված մտքով ես դուրս գալիս այդ պատմության միջից կարող ես հաջորդ օրը ավելի լավ աշխատել։ Իսկ ում եք նվիրել, ում ձեռքին կամ Ինձ թվում է խմբակցության բոլոր կանանց կամ մեծ մասը ունես դրանցից, ես որտեվ դե կոմերցիոն չի կարա լինի, իսկ ես շատ եմ անում, չեմ կարա ծախսեմ, որտեվ ես չեմ կարա հավելի ոնց որ գումար ունենամ այս վաճառքից, բիզնես չեմ կարա։ Բայց կուզեիք ոնց հասկացա։ Հա, իհարկե կուզենայի բանաների, նաև վաճառեի սրանք, բայց հավաքում եմ, ինձ թվում է երբ որ արդեն ինչ որ պաուզայի պահ կլինի, կսկսեմ դրանք վաճառելով ապրել մինչև նոր աշխատանք կգտնեմ, բայց խմբակցության կանանց մեծ մասին ես շատ իմ ծանոթ ընկերների, բայց տղամարդկանց էջանիշներ բաներ ունեմ պատրաստած, որ նվիրել եմ ու ընկերներից մեկն այդպես շատ սև ամբողջությամբ թևնոց ուզեց տղամարդ ընկերներից մեկը իր համարել եմ հիմա պատրաստում։ Անդիմությունից ոչ մեկին չեք նվիրել։ Չեն ուզել։
տվել եք, հրաժարվել են։ Չէ, չեն ուզել։ Հա, պետքա սկզբում ուզեն նոր։ Ասեն, վայ, ինչ սիրուն է, որտեղից։ Հա, իսկ եթե դուք առաջինը Դե իրական ես ինձ թվում է շատ բան է, պարտադրող բան է, որտեղ ես վստահ ես չգիտեմ, ինչպես սեփական երեխաների դեպքում դժվար է իմանալ ինքը լավ երեխա է թե վատ, այնպես ընդդիմությունների դեպքում դժվար է իմանալ դու լավ հաճելի հավես բան է, թե հա իդեպ ես գիտեք ոնց է սկսեմ, մի անգամ ուրեմն Լենա Նազարյանը բաներ նայում, թվային նայում էր այդ բաները ու մտածում էր արժի գնել, չարժի գնել, այդպես բան էր, ինչ որ օտարերկրյա կայքեր, դրսի կայքեր էր, շատ բան, ասրաբաշխական գներ էին, ես նայում էի, ասել Լենա կլինի դու չառնես, ես քո համար կգործեմ, ասես ոնց դու կարես դա գործես, այդպես զարմացավ, ու ես սկսեցի փորձել, ճիշտն ասած, եւ երբ փորձեցի ստացվեց, շատ հեշտ եւ ճշգրիտ նույնն է, ուզում եմ ասեմ կան մարդիկ, ովքեր ուզում են Այսինքն իրանք դեմ չեն լինի կրել դա, բայց ասենք մարդիկ կան զիզի-բիզի բաներ չեն, հոչես կնա պարտադրեցած տեսվեր, ասենք մանավանդ բան էլի, դեպության կլասիկ падգամավորները։ Հա, հասկացա։ Իսկ եթե վաճառեք, եթե օրենք դու տարօրինակ այս թևնոցին ինչ կարժենար։ Չեմ ասի, կոմերցիոն գաղտնիք է։ Բայց ինձ զուտ հետաքրքիր նույնիսկ սկզբունքով է, էլի, մարդիկ գինը որոշում։ Ես բան կանեի, աշխատանքի։ Մենակ աշխատանքի։ Իմ աշխատանքը ինչքան որ կգնահատեի, բայց ես ունեմ տրամաբանություն, որով բան գներ կնշանակեմ, երբ որ մարքեթներում կաշխատեմ որպես բան ուլունք վաճառող բանից հետո քաղաքական գործունեությունից հետո, բայց չեմ ակել բացահայտել այդ սկզբունքը, այն ժամանակ կգա կառնելուց ես կասեմ։ Բայց մատչելի կլինի։ Ոչ շատ մատչելի, ոչ շատ թանկ։ Չէ, տենց ծրիոտ չլինի, էլի։ Կապված դասավանդման հետ ուսանողների հետ հարաբերությունները ոնց է, որովհետև հաստատ ձեզ ասոցացնում են, չէ՞, ազգային ժողովի հետ եւ այլն։ Այդ առումով ոնց եք հարթել, որպեսզի դասավանդումը չգնա այդ դաշտ։ Իդեպ ուզում էի նաև նախորդ թեմայի վերաբերյալ ասել, որ քայլողները իրար ճանաչում ենք, քաղաքի բոլոր քայլողները իրար դեմ։ Հա, մանավանդ Բաղրամյանը այդ քայլողների այդ հատվածում Սարյան Հյուսեն Թումանյան։ Մի խոսքով մենք իրար կարող է անուններով չիմանանք, բայց իրար ճանաչում ենք արդեն։ Եթե էլի քայլողներ կան, հա ֆիքսեք նաև մեկ մեծ հանդիպում եք։ Վերադառնալով ուսանողների հետ հարաբերությունները։ Իհարկե հիմա ավելի բանա աղմկոտ իրադարձություններ տեղի ունեցան ամռանը եւ իմ վրա ուշադրություն հրավիրվեց ուսանողների կողմից, բայց նախորդ շրջանում շատ ոնց ասեմ, կիսամյակը վերջանում էր, վերջացել էր արդեն գնահատականները դրել էի, ուսանողներից մեկը քաղաքագիտության ֆակուլտետի արդեն ոնց որ վերջացած ավարտած ուսանողներից մեկը եկավ ասաց, որ ինքը ուզում է պրակտիկայի գա ազգային ժողով ես այստեղ էլի փորձագետների հետ պրակտիկայի գա, ես իրան հարցրի որ պահից ի վեր, որտեղ չեմ ներկայանում, երբ որ մտնում եմ լսան, չեմ ներկայանում, որ ինձ հետաքրքիր էր, որտեղ իրադարձությունները արդեն սկսել էին, որ իմ քաղաքական կերպարի շուրջ, ես իրան հարցրի դու որ պահից ի վեր գիտես, որ ես падգամավոր եմ, ինքը ասաց այն օրը տաքսիով գալիս էի, հայտարարեց, որ դուք Ժաննա Անդրեասյանի հետ ասուլիս ունեք, մտածեցի Տիկին Թագուին ինչ գործ ունի Ժաննա Անդրեասյանի հետ, մտա Google արեցի, տեսա падգամավոր է։ Այդքան բանա դե որ ամենուր չես հետևում, որտեղից պիտի իմանաս, չգիտեմ, ինչ պետք է անես, որ իմանաս, էլի մարդը падգամավոր, թե չէ, եթե դու ուսանող ես, քո առօրյա սահմանափակումա բանով, ինչ որ համալսարանով, միգուցե փաբերով, ասենք, ինչ որ ժամանցային վայրերով, ռիլերով, որոնք ապա կանեն, շատ վառ դեմքերին կարող է իմանան, ես այդքան վառ չեմ գուցե, բայց ուզում եմ ասեմ, ասենք կարող է ամենաշատը իմանան, չգիտեմ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան էլի այդտեղ նես չի որ շատ հետաքրքրված են, կան հետաքրքրված մարդիկ եւ իրանք գիտեն, բայց այդ թեման որպես կանոն շրջանցվում է, ես լսարում չեմ հիշում տենց հարց քննարկած լինի։ Հա, իսկ որպես դասախոս, ինչը խիստ եք, խիստ չեք, ոնց եք։ Այդ ես չպետք է ասեմ։ Ես ոնց է, օրինակ, չգիտեմ, ասենք կտրում եք, լինում է կտրեք քննությունից, թե որտեղ դասախոսներ կան, որ չեն կտրում, ասում են արքո մինիմալ գնահատական։ Չէ, որ կտրամ, փորձում եմ հնարավորինս տրամաբանական լինել, ոչ խիստ, ոչ բան, ոչ մեղմ, այլ տրամաբանական, ասենք, եթե ասենք դատարկ
բան են թուղթ են հանձնում գրավորի փոխարեն ես դրան ոնց չկտրեմ ասեք դա ինչ դրամաբան չպետք լինի բայց իհարկե փորձում եմ իրանց աջակցել որ իրանք ստանան բարձր գնահատականներ որտեղ գնահատականները իրանց վարձատրության վրա անդրադառնում ամերիկյան պես քաղաքականություն կա ու ես իրանց փորձում եմ օգնել որ իրանք հնարավորինս լավ պատասխանեն որ լավ գնահատականներ ստանան բայց օգնել այն իմաստով որ գիտելիքը հնարավորինս մատչելի փոխանցեմ հնարավորինս հասկանալի տամ որովհետև շատ բան է տարօրինակ զգացողություն կլինի, պատկերացնում եք, ասենք մի երեխան լավ է գրել, մյուսը վատ է գրել, երկուսն էլ տենց բան, ասես թե լավ է, երկուսն էլ 100 դեմ, ինչ որ արդարության զգացում երեխեքի մոտ կկորի, իրանք պետք է իմանան, որ ինչ որ չափով գոնե հարաբերական արդարություն կարելի է գտնել, մի քիչ բան է, անպատասխանատու կլինի, էլի բոլորին շատ բարձր գնահատել, բայց ես կարծում եմ, որ իրանք եթե հնարավորություն լիներ իրանց հետ խոսելիս, թվում է իրանք բոլորն էլ լավից վատից բան են հաշտ են իրավիճակի հետ, որ ի վերջո ստացվում է իմ դասընթացի արդյունքում։ Chat GPT-ի հետ ոնց եք։ Շատ լավ։ Շատ է մտածել, օրինակ ելույթներից առաջ, չգիտեմ, հաղորդումից առաջ փորձում եք օգտվել։ Հա, բայց բանի ավելի շատ կլոդի հետ եմ շփվում եւ այս վերջերս Gemini-ի հետ։ Հա, լավ ընկերացել եք ոնց լուրջ հարաբերություն։ Շատ եմ սիրում իրանց։ Ես այս դասավանդման հետ կապված, ChatGPT-ի հետ կապված շատ լավ բռնեց իրար, ես իմ առաջի դասը երեխեքին սովորեցնում եմ, թե ինչպես օգտվել AI-ից, որովհետև ես հասկանում եմ, որ անխուսափելի է, որ իրանք AI-ից օգտվելու են ու ես չեմ ուզում որ մենք իրար խաբենք էլի որտեղ իրանք ինչ որ պահի սկսելու են գրավորներ գեներացնել էսեները չգիտեմ առաջադրանքները գեներացնել դրանով եւ ոնց որ ես պետքա բռնցնեմ անհարմար վիճակ ստեղծվի ոնց եք բռնացնել օրինակ եթե շատ լավ գրած լինի AI-ով հայերեն են իմ տեքստերը ես շատ լավ հասկանում եմ այդ երեխան լսում եմ այդ երեխան ինչ բառերով է խոսում տեսնում եմ ինչ բառերով է գրած շատ հեշտ է տարբերակել Ընդ որում այս դեպքեր եղել են որ բան ոնց իրանք շատ անգլիախոս երեխեք են իրանք ասենք անգլերեն ուղղակի խնդրում են թարգմանել եւ ես տեսնում եմ որ սա անգլերենից թարգմանած AI-ի թարգմանած տեքստ է ոչ թե ինքը անգլերենով մտածել հայերենով գրել այլ AI-ի թարգմանած տեքստ է ում այդ մասին երբեմն նաեւ իրանք գալիս հետո պատմել էլի իհարկե երբ որ բռնվում է ինչ է ուզում ասել ես իրանք սովորացնում եմ հղում տալ նկարագրել թե ոնց են իրանք օգտվել ես չեմ համարում որ դա վատ գործիք հասկանում եք երեխեքին մենք ինչ ենք սովորացնում համալսարանում սովորացնում ենք որ ոնց աշխատեն ոնց այս task-ը լուծեն չէ այս խնդիրը այս առաջադրանքը ոնց լուծեն իրենք այդ լսարանից դուրս եկան միևնույն է իրենց առաջադրանքները լուծելու են AI-ներով արդեն վաղուց բան չէ էլի չես կարա իրաց ձեռքը բռնես գործի տեղը AI չօգտագործի նամակ գրել դա ազդում է չէ որակի վրա կրթության այսինքն այդ հետագայում ինչ որ տեղից տարիներ հետո դա Երևանում չէ արդյունքը ակադեմիական երկու մոտեցում կա ստեղծել գործիքներ որոնք կվերահսկեն AI-ը կորցան որը ոնց որ հավելյալ բարդություններ, տեխնիկական խոչընդոտներ, ամեն անգամ զարգանում է դու պետք է գործիքներ զարգացնել, եւ երկրորդը սովորեցնել երեխաներին, ուսանողներին օգտվել դրանից, ոնց օգտվել, որ իրանք քեզ հնարավորինս արդյունավետ օգտակար նյութ տան։ Իհարկե, եթե բան ժամանակը շատ լիներ, ես բազմաթիվ օրինակներ ցույց կտայի, թե ոնց AI կարա մարդկանց անհարմար դրության մեջ դնի, եթե իրանք լավ չեն տիրապետում այն նյութին, որի շուրջ AI-ի, որի մասին AI-ի հետ աշխատում են, չգիտեմ, հիմա ուզում եմ հիշել ինչ որ տենց տարօրինակ հոլովներ են հորինում, երբ որ լեզվական հարցեր ստացվում, եթե դու շատ լավ չգիտես, չես տիրապետում այդ նյութին, ինքը կարա քեզ բանանի, խայտարականի։ Ընդ որում, տենց դեպքեր եղել են, ես տեսնում եմ ասենք գրավորների ժամանակ ինչ որ հորինված պատմություններ են, որոնք այդ տեքստի հետ, վեպի հետ կամ պատմության հետ կապ չունեն, ասում եմ որտեղից գալիս, ասում եմ խեք հորինել, ասում են դե մենք չենք հորինել, ChatGPT-ն է հորինել։ Ու այդ տես դեպքեր լինում է, ես անդադ իրանց օրինակ ոչ թե բնականաբար բան եմ անում, սանկցիաների եմ ենթարկում, այլ իրանց օրինակները հետո հաջորդ խմբերում ոնց որ առանց աններ նշել ցույց եմ տալիս թե ինքը ինչ խնդիրներ կարա առաջացնի եւ ինչպես օգտվել որ խնդիրներ չառաջացնի որ ուղղակի գործիք լինի օժանդակող ինչպես Google-ն է, Google Translate-ն է, բառարանն է, այնց էլ AI կարա գործիք լինի, ինչի Google Translate-ից օգտվելով մենք չենք բթանում եւ մեր թարգմանական ունակությունները կորցնում։
Այդ նույն ձևն է։ Google Translate ուղղակի թարգմանում է, AI-ը ոնց որ քո փոխարեն մտածում անում է։ Այսինքն քո այդ պահին քո ուղեղը չի զբաղված չի մտածելով։ Դու առաջադրանքը տվել ես։ Դու AI-ին ոնց ուղղորդես, ինքը տենց էլ մտածում է։ Դու իր մոտ դիրքորոշում ես ձևավորում։ Տենց չի որ ինքը։ Չէ, բայց միտք ձևակերպել, նախադասություններ կազմել եւ այլն, այդ ոնց որ դու չես անում։ Դե գոնե հայերենով իր մոտ այդ չգիտեմ այդքան Միտքս այն է որ ինքը վտանգավոր չեք համարում մի խոսքով, այսինքն հետագայում այդքան վտանգավոր է։ Վտանգավոր ոչ թե այն իմաստով որ ռոբոտները գալու են մեր դեմ պատերազմեն, այդ չէ։ Հիմա դա այնքան վտանգավոր է, այսքան մագաղաթից հետո թուղթ ստեղծել է, էլի։ Տեխնոլոգիա է։ Հասկացա, մի քիչ էսել այ ժամանակ ապել մարսել։ Որտեւ հա, եթե մագաղաթը հասանելի է միայն յուրահատուկներին, բաներին, հոգեվոր դասին, աստծուց շնորհ ստացածին, բան մեկ էլ ստեղծում է թուղթը, բարձր բոլոր մարդիկ կարան կարդան։ Այ քեզ վախենալու մի փորձանք, ասենք, լիքը տիրաժներ կան, աշխարհի բոլոր մարդիկ կարդում են, սրանք կգան մեզ կուտեն, չէ՞, երևի այդ ժամանակ բան իշխանավորներն ու հոգեվորականները տենց ինչ-որ վախեր ունեցած կլինեն։ Բայց իրականում այդ գիտելիքը ինչքան շատ հեշտ, մատչելի, հասանելի լինի, այնքան լավ։ Եվ քանի որ ժամանակը ավարտին է մոտենում, երրորդ գործունեության հետ կապված ոդքասթ եք վարում, նաև հաղորդում, էլի այս դեպքում նույն հարցն է առաջանում, ոնց առաջացնել դիտողի մոտ վստահություն, երբ որ դուք ասոցացվում եք կոնկրետ քաղաքական ուժի հետ։ Հա, ես եթե նախորդել էր այդ հարցի, ես տենց բան չունեմ, տենց ամբիցիա չունեմ, որ ինձ չասոցացնեն իմ քաղաքական գործունեության հետ, երբ որ ես խոսում եմ գրականությունից, երբ որ ես խոսում եմ լեզվից կամ AI-ից, ես տենց հավակնություն չունեմ, ես չեմ կարա իմ քաղաքական ինքնությունը, ասենք, թողեմ դռան հետևում կամ ստեղից հաղորդման մեջ մասնակցեմ։ Ինքը քաղաքական ինքնությունը, քաղաքական աֆիլիացվածությունն այնպես բանով, որ ինքը անընդհատ քեզ հետ է ու ամբողջ կյանքում է քեզ հետ ու իրանից չես ազատվել, երբ որ դու որոշում ես կայացնում քաղաքական գործունեությամբ զբաղվել, դու պետք է իմանաս, որ քո քաղաքական ինքնություն քո անբաժանելի մասն է լինելու, անկախ նրանից լսարանում ես, տաղավարում ես, չգիտեմ, ընտանիքում ես, որտեղ մամաս գալիս է տուն, սկսում է ինչ-որ բաներից բողոքել, այս լույսը ջուրը, բան, ասում եմ, մամա կլինի, ես գործից հետո գոնե քաղաքացիների դիները չեմ։ Ասեք, իմ ընտանիքում ես այդ բանը ունեմ։ Վերջում այս 3 գործունեություններից կամ եթե այլ կա, այդ ասեք ինչով եք զբաղվելու, երբ որ արդեն չուզեք կամ չլինեք падգամավոր։ Ակադեմիական գործունեությամբ ես շատ եմ սիրում հետազոտել, մանավանդ արխիվները։ Ես անհամբեր սպասում եմ, երբ որ այդ շատ ժամանակը կունենամ եւ ազգային արխիվում, ազգային գրադարանում ժամանակ կանցկացնեմ, թանգարանների գրապահոցներում ու կհետազոտեմ ինչ-որ բաներ, որոնք դեռևս հետազոտված չեն ուրիշ գրականագետների, ուրիշ գիտնականների կողմից։ Հասկացա, շատ շնորհակալություն։ Շնորհակալ։